Մենք ունեցանք լավ ժամանակներ, այս ժամանակների մեջ մեր ամենամյա կոնֆերանսներն էր եւ շատ լավ լիքը օրեր էր մեզ համար, լավ հոգեվոր շփման ժամանակներ էր, իրականում շատ օրհնված ենք։ Եվ հավատում եմ, որ եկեղեցուց այն մարդիկ, ովքեր եկել են կոնֆերանսների, իրենց օրհնությունը փոկել են Աստծուց։ Ամեն։ Ովքեր էլ չեն եկել, Տերը օրհնի, որ մյուս տարի զոհանես, ջանքանես, քո մտքի մեջ գաս, որտեղ շատ լավ ժամանակներ էր։ Դες խոսքը, որ վերնագրել եմ այսպես անարդար դատավորը։ Ես մենք միշտ կուզենք, որ մեր գործը արդար դատավորի ձեռքում լինի։ Բայց այս երկրի վրա կան անարդար դատավորներ։ Այսօր գտնելու ենք ովքեր են այդ անարդար դատավորները, որ այդտենց դատեր են անում։ Գիտես, այնքան հետաքրքիր ձև այս շաբաթվա մեջ տարբեր ուղղություններով Աստված այս խոսքը դրել է մեր սրտի մեջ, որ սա ոչ թե եկեղեցու խնդիրն է, սա հայ ազգի խնդիրն է։ Ու հայ ազգի համար սա լուրջ խնդիր է։ Մենք իրար հետ քայլելու ենք մեր ազգի մեջ։ Տեսնենք մեր ազգի մեջ ինչեր է կատարվել, ինչեր է կատարվում։ Եվ մենք էլ այդ ազգի մի մասնիկն ենք, մեզ էլ կպչում է այդ ամեն ինչ։ Խոսելու եմ քննադատության մասին։ Գիտես, դու ման ես գալի, ով է այդ անարդար դատավորը։ Միգուցե հենց դու ես այդ անարդար դատավորը, միգուցե հենց ես եմ այդ անարդար դատավորը։ Գիտես, մենք միշտ կուզենք մեր դատը լինի արդար դատավորի ձեռքում։ Կուզես, որ քո դատը արդար դատավոր վարի։ Գիտես, Աստծո խոսքի մեջ գրվում է միտեղ, որ անիրավ դատավորը։ Ինչ էր ասում անիրավ դատավոր, ասում էր, ես մարդկանցից չեմ վախենում, Աստծուց չեմ վախենում, ու ինչ ուզում եմ, դա անում եմ։ Մեր հայերեն ասած, ավելի շուտ իջևանի բարբառով ասած, էսի շատ են իջևանցիք օգտագործում։ Վեջես չի։ Վեջեսը ում ինչ ուզում եմ, այդ ձևել անում եմ։ Ու դա անարդար դատավորի այդ դատնա, որ քո ներսում է։ Գիտես, մենք այսօր իրար հետ հայտնաբերելու ենք, այդ ինչ դատարան կա մեր ներսում, եւ այդ դատարանի process-ը հասկանալու ենք, որտեղ պիտի քանդենք այդ դատարանը, որտեղ պիտի այդ դատավորին գործից հանենք, որովհետեւ այդ դատն ու դատավորը երբ որ քո ներսում է, դու այդքան էլ արդար չես դատում, որովհետեւ ժամանակ կա, որ մենք սխալ ենք դատում։ Գիտես, այս աշխարհի կառույցը ունի քնչական կոմիտե, կա քնչական ինչ որ տենց բան առանձին կառույց, որ քննում է գործը։ Եվ կա մյուս բանը, կառույցը, որ դատարանն է։ Դատում է քնչականի քննած գործը, եւ կա մի կառույց, որը դատախազն է, պաշտպանում է երկրի շահերը։ Բայց քննադատը բոլորը մի տեղ է, եւ քննում է եւ դատում է։ Առանձին կառույցներ չի։ Ու քննադատը դա այն մարդն է, որ ինքը ամենտեղ մի վատ բան կտեսնի։ Օրինակ մի հատ կարճ օրինակ եմ բերում։ Պատկերացրու, քննադատական սիրտ ունեցող մարդը գնացել է թաղում, հայկական թաղում, որտեղ այդ երիտասարդ տղա է մահացել 35 տարեկան։ Ու քննադատը կանգնելով այդ թաղման ընթացքում, այդ պանիխիդայի ընթացքում, սկսում է քննել եւ դատել։ Ինչ է ասում։ Մի սրանց առած վենոգին, արհեստական ծաղիկներով է, խիչի բնական։ Տես, գնացել է ցավող մարդու կողը լինի, արդեն սկսում է դատել։ Մի հատ նայի էս մյուսին, չգիտեմ, էս տուն ես ոնց են վերանորոգել, կամ սրանց հարսի մազեր ես, ինչ գույնա ներկած։ Լսի, քեզ ոչ մեկը դատավոր չի դրել այդտեղ։ Այդ քննադատական արմատները հանի քո ներսից։ Գիտես, դու ընդունել ես Աստծուն, բայց դեռ այդ քննադատական արմատները քո ներսում է։ Գիտես, մենք ինչքան իշխանություն ունենք քննելու։ Քննել կարող ես։ Քննել։ Եթե սրտացավություն ունեցար, քննածդ կտանես Աստծո առաջ։ Իսկ եթե դու սրտացավություն չունեցար, միանգամից կդատես։ Աստված քեզ չի դրել դատավոր։ Այո, դու կարաս իրավիճակներ կա քննես։ Օրինակ ես հարևանս իրան վատ պահեց իմ հանդեպ։ Բայց ես խորհուրդ կտամ, դատը հանձնես արդար դատավորին։ Արդար։ Երբ որ դու սկսես դատել, դու տեսնելու ես, որ այդ դատը ծուր գնաց։ Քննել կարող ես, բայց քո դատը
հանձնի արդար դատավորին։ Արդար դատավորը չի սխալվելու քո դատի հարցով։ Քո փաստաթղթերը հասնելու են տեղ։ Ինքը տեսնելու է քո դատը, բայց երբ որ դու ես սկսում քննելուց հետո դատել, դու արդեն անարդար դատավոր ես։ Դու գտադես միգուցե շահասիրական, միգուցե ինչ որ բանը ճիշտ չես դատի, սխալ կդատես։ Դրա համար ավելի լավ է քո դատը հանձնես արդար դատավորին։ Ու իրականում գիտես, որ մենք տեսնում ենք այդ կառույց, որ առանձնացված է քննել, քնչական եւ դատարան։ Դու էլ քո մոտ պիտի առանձնացնես։ Դատավորի իշխանությունը այսօր ձեռից վերցնելու են։ Մենակ քննելու ես այդ ամեն ինչ։ Ու քննելուց հետո կհասկանաս դատես թե չդատես։ Գիտես ինչքան եմ տեսել մարդիկ, որ դատում են ինչ որ մեկի մեքենան, որ լավ մեքենա չի, բայց իրանք ոդկով են ման գալիս։ Ուզում ես հասկանաս, ասենք լավ, որ ասում այս ինչ ավտո է առել, մի պայթած 07, ինքը ոդկով է ման գալիս։ Գիտես հեշտ է ուրիշին քննադատել, երբ որ քո մոտ չի ստացվել։ Ոչ թե հեշտ է, դու ուզում ես, եթե քո մոտ չի ստացվել, քննադատես ուրիշին։ Օրինակ մարդիկ գնացել են հանգստանալու, միգուցե, չգիտեմ, մեր հայտնի հայկական հանգստի վայրը, քո բուլետի են գնացել։ Դու էլ դատում ես այդ մարդուն, մի ասա ուր ես հասել։ Լսի, դու չես կարում թալի գետը գնաս, մեր գետը։ Բայց մարդը ինչ պատճառներով գնացել, աշխատել է, եկամուտ ունի, հասել է հանգստանալու։ Դու չես կարողանում ուրախանաս այն մարդու հետ, ում մոտ ստացվել է։ Դու միշտ ուզում ես նենց անես իրան իջացնես քո մոտ։ Իրան իջեցնես քո մոտ, որ դու իրանի վերև լինես։ Քննադատության արմատը դա համեմատությունն է։ Դու անդադար ուզում ես համեմատվես։ Լսի, ձեռքը դի քո վրա։ Ասա Աստված ինձ յուրահատուկ աստեղծել։ Ես չպետք է համեմատվեմ։ Ամեն։ Իդես յուրահատուկ Աստված քեզ ստեղծել։ Քո մազերի գույնը, քո աշկերի գույնը քեզ յուրահատուկ աստեղ։ Դու մի համեմատվի, չկա քո նման։ Դու որ սկսեցիր համեմատվես, դու դժբախտ ես լինելու։ Եվ սկսելու է ծնվել քննադատություն։ Գիտես, քննադատությունը դա մի կառույց է, որ ոչ ընկնես այդտեղ։ Գիտես, մենք չենք վախենում պատերազմներից, բանից, հավատա դրանից քիչ ենք վախենում։ Մենք վախենում ենք քննադատական բերան չեմ ասում, երախից։ Մենք մեր երեխեքին դաստիարակում ենք, անդադար էսի ասելու, բա ինչ կասեն։ Մենք անդադար մեր երեխաներին դաստիարակում ենք, ոչ թե չափանիշները դրված է, որ Աստծո խոսքի համապատասխան դաստիարակենք, չգիտեմ, մարդ մեծանա, մեր չափանիշները քննադատների մուրճն է երեխաներին դաստիարակելու։ Բայց չեն ասի, ես բանի երեխեն։ Դա չափանիշ չի, որ դու դրանով դաստիարակություն անես։ Փոխի չափանիշները։ Ու թող այդ քո ներսից հեռանա այդ ամոթը, այդ վախը, քննադատական երախ։ Ես երբ որ ես պատրաստում եմ, այդտենց խոսք էր ծնվել։ Այդ երախը գայլի երախ է, քննադատի բերանը ինքը ջարդում փշրում է։ Քննադատը չի կառուցում։ Միշտ մի բան կկոտրի, կջարդի, կփշրի։ Ու դու միշտ վախենում ես այդ քննադատական բերանից։ Ու ինչ ես ասում, բա ես սենց անեմ, որովհետև բա որ ինձ քննադատեն։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ Հիսուս եկավ այս աշխարհ ու չդատեց։ Ու ասավ, ես եկել եմ, որ փրկեմ, ոչ թե դատեմ։ Կուզեմ Աստծո խոսքից կարդամ հայտնի բոլորիս իմ կարծիքով, ով որ կարդացել է Աստծո խոսքը, Մատթեոս 7-րդ գլուխ առաջի խոսքից։ Մի դատեք, որ չդատվեք։ Որովհետև ինչ դատով որ դատեք, նրանով էլ պիտի դատվեք։ Ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Ինչ դատով մենք դատեցինք, նույն դատով մեզ են դատելու։ Ինչ չափով որ չափեցինք, նույն չափով էլ մեզ են չափելու։ Ուզում ես քեզ լավ չափեն, դու էլ ճիշտ չափի։ Ուզում ես քեզ չդատեն, դու էլ մի դատի։ Որտեվ Աստծո խոսքը հստակ ասում է մի դատի, չի ասում եթե դատես, ասում է մի դատի։ Ուղիղ, ժխտող, ոչ, մի արա էդի։ Եվ ինչու քո եղբոր աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես եղբորդ ասում ես, թող շուղը աչքիդ միջից հանեմ, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ քո
աչքի գերանը հանիր եւ այն ժամանակ կտեսնես թե ինչպես եղբոր աչքի շուղը հանես։ Գիտես, սկզբից մենք պիտի մեզ նայենք, մեզ քննենք։ Քննելու տեղ կա, սիրելի Աստծո ժողովուրդ, դա մենք ենք։ Դու կարաս քեզ քննես քո գործերը, քո դրդապատճառները, շարժառիթները։ Ոչ մեկ չգիտի քո շարժառիթը։ Դու հիմա միգուցե եկել ես Տիրոջ տուն նստել ես, բայց չգիտեն քո շարժառիթը։ Միգուցե դու գնում ես ինչ որ մեկին մարդուն, ինչ որ հանդիպում ես կազմակերպում, իրանց տուն ես գնում։ Գիտես շատ ժամանակ ինչ ես գնում։ Ոչ թե որ սիրում ես, որտեվ ինքն էլ է եկել, գնում ես որ պրծնես։ Գնում ես պարտքդ տաս, բայց ինչքան ճիշտ կլինի որ դու գնաս սիրուց ելնելով։ Դրդապատճառները ոչ մեկ չգիտի, մարդու դրդապատճառը ինչն է։ Բայց ես կուզեմ քո դրդապատճառների վրա աշխատես, քեզ քննես քո ներսը ինչ կա։ Եվ Աստծո խոսքը ասում է միակ իշխանություն է տալիս դատելու ինքներս մեզ։ Աստված իշխանություն է տալի քեզ դատես, բայց ինքդ քեզ։ Ոչ թե դատեն բոլորին։ Նամանավանդ երիտասարդ երեխաները։ Գիտես իրանք խի են վախենում, որ իրանք գիտես իրանց մոտ sense մի հատ բան կա, տարիքային անցում։ Մարդ կա այդ տարիքային անցում է, սա 7 տարի է, այդ երեխան պիտի տարիքային անցում ունենա ու տենց էլ չի ունեցել, մնացել է այդ բանի վրա։ Տարիքային անցումը։ Այդ երեխան քննադատական լեզվից վախում է, որ իրանք ասեն ինքը չաղա, որ իրանք ասեն իր սիրուն չի։ Լսի ինքը շատ գեղեցիկ է, բայց քննադատական լեզուն ջարդել է այդ երեխու ինքնությունը չի կայանում, որովհետև ինքը անդադար կախված է ուրիշի կարծիքից։ Այո, դու եղիր մարդ, որ այդ կարծիքների ճիշտ արտահայտվես։ Ես այնքան երիտասարդների համար եմ աղոթում, ու համար առաջի խնդիրն է, որ իրանք գիտեն, թե իրանք գեղեցիկ չեն։ Դու գեղեցիկ ես։ Դու Աստծո պատկերով ես ստեղծված։ Դու գնահատիկ է քո գեղեցկությունը։ Մի ընկի այդ քննադատության բերանը, որ քննադատության բերանը ընկար, քեզ խժռելու է, ջարդելու է։ Գիտես, այսօր այնքան մարդիկ են քննադատում կոնկրետ մեր եկեղեցին։ Ուզում ես հետ նայես ու ասես, բա ձեր մոտ ինչ ստացվեց։ Բա դուք ինչ եք անում։ Ու գիտես, ոչ մի բան էլ չեն անում քննադատները։ Քննադատները ինչ որ մի հատ տեղ ունեն կանգնած, հավաքվեն եւ քննադատեն գործանողներին։ Քննադատը չի սիրում մատը մատին տա։ Քննադատը սիրում է ծույլ ֆռա եւ այդ վարակը տարածի, քննադատելով ուրիշներին։ Մեզ կքննադատեն, որ մենք եկեղեցի ենք սարքում, կքննադատեն, որ տասանորդ եւ զոհաբերություն ենք հավաքում ըստ Աստծո խոսքի, կքննադատեն, որ Աստծո ժողովուրդը գալիս են այստեղ, բժշկվում, ազատագրվում, կքննադատեն միգուցե իմ հագուստը, միգուցե քո հագուստը, քննադատին պատճառ պետք չի քննադատելու, բայց դու մի եղի այդ քննադատը, որտեղ քննադատությունը դա դիվային է եւ դժոխքից է։ Եղիր մարդ, որ քո շուրթերի վրա կլինի գոհություն, ոչ թե քննադատություն, եւ քննադատության այդ ծիլերը քո ներսից քանդի։ Սկսի գոհանալ քո կողքի մարդու համար։ Ոչինչ, որ դու իմ նման չես, որ դու իմ նմանը ես, այս երկիրը գեղեցիկ չի լինի։ Պատկերացրեք բոլորը միանման լինեն։ Միանմանը դա բան է, ոնց որ շաբլոն է, շատ լավ է, երբ որ տարբեր տեսակի է լինում։ Ժողովող գրքում 10-րդ գլուխ 8-րդ խոսքից այս ձև է ասում. ով որ փոսը փորում է, ինքն էլ կընկնի մեջը, եւ ցանկապատը քանդելիս օծնել կկծի։ Քննադատությունը դա փոս փորել է։ Քննադատությունը դա ցանկապատը բացել է։ Նայ, քո ցանկապատը ամուր է այնքան ժամանակ, միջև դու չես բամբասում, դու չես քննադատում, դու չես սկսում դատել, դա քո ցանկապատի ապահովությունն է։ Երբ որ դու այդ սկսում ես քննադատել, բամբասել, ցանկապատդ էլ չի պաշտպանում քեզ։ Երբ որ դու սկսում ես դատավոր դառնալ, դու բացում ես ցանկապատը եւ օծնել քեզ կկծի։ Գիտես, շատ ժամանակ մենք հանդիպում ենք նամանավանդ կանայք սուրճի սեղանի շուրջ, ինչ են ասում։ Դե ես չեմ դատում։ Բա ինչ ես անում։ Ուղղակի ճիշտն եմ ասում։ Մի մարդ, որ մի բան սխալ է արել, դա չի կարա ճիշտ լինի։ Դու այն մարդի սխալը կրկնօրինակում ես։ Եթե սխալ է արել, էլ քեզ պետք չի մի հատ այդ սխալը պատկերացրու, ասենք, չգիտեմ ոնց ասեմ, աղբը տնից հանում են, չէ՞։ Մարդը սխալ բան ասել, աղբա։ Դու այդ աղբը բերում ես հարևանի տուն, իրար հետ բացում եք, ստուգում եք, ինչ տեսակի է, ինչպիսի է։ Լսի, աղբը պետք չի տուն բերել։
Աղբը պետք է տնից հանես, քեզ պետք չի բացես այդ պակետը քո տան մեջ։ Ու այդ ամբողջ այդ անուշաբորությունը զիբիլից լավ հոտ չի գալի, հիշ մեկ չէ։ Այդ ամբողջը տարածես քո ամբողջ ու ասում ես, չգիտեմ, խի գնացի ես մարդկանց տուն կոֆե խմեցի, ճնշումս բարձրացավ։ Եվ որովհետև անդադար դատելու մեջ էիք, դիվային զորությունը գալիս է ներվային համակարգիդ վրա ազդում, սիրտդ սկսում է արագ խփել։ Դրանից տենում ես ճնշումդ բարձրացավ։ Իսկ եթե դու իմենաս քո լեզուն պահես, փոս չփորես ուրիշների համար, դու տեսնելու ես, որ քո առողջությունն էլ է տեղը, ուրախությունն էլ է տեղը, որովհետև դու գիտես, քո դատը արդար դատավորն է անցկացնում։ Դու կասկած չունես, որ քո դատը ծոր կլինի։ Եթե դու կարողանաս դատը հանձնես արդար դատավորին։ Իսկ եթե դու եղար այդ անարդար դատավորը, հավատա, որ սխալ ես անելու։ Ես քեզ խորհուրդ կտամ, քննես եւ հանձնես Աստծուն։ Այո, միգուցե ինչ որ բան քննելու կարիք կա, քննի, բայց դատը հանձնի արդար դատավորին։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 11-րդ գլուխ 31-րդ խոսքից։ Որովհետև եթե ինքներս մեզ քննենք, ինչ անենք, քննենք։ Քննել միշտ պետք է։ Դու առանց քննելու չես հասկանալու ինչա կատարվում։ Որովհետև եթե ինքներս մեզ քննենք, չենք դատապարտվի, բայց դատվելով խրատվում ենք Տերից, որովհետև աշխարհի հետ չդատապարտվեցինք։ Եթե ինքներս մեզ քննենք, եւ ասում այդ քննելուց հետո դատվելով մենք խրատվում ենք։ Օրինակ պատկերացրեք, ինչպես է Տիրոջ դատը մեզ բժշկություն բերում։ Պատկերացրեք ձեր երեխաներից մեկը սխալ արել։ Հիմա գնում է այդ երեկոյան դատավոր պապան եկել է։ Դատը գնում է, չէ՞, այդ process-ը գնում է։ Մաման ներկայացնում է, թե ինչ արել երեխան։ Այդ հիշում եք, չէ՞, բոլորը ձեր մանկության դատերը։ Երբ որ երիտասարդ եք, սպասում եք, սխալ եք արել, երբ որ սխալ եք անում, ուր եք փախնում։ Սենյակ չենք փախնում։ Սենյակից հետո կար կառավատ։ Այդ մահճակալի տակն էինք մտնում։ Խի ենք մտնում։ Խի ենք գնում այնտեղ։ Ինչ որ բան սխալ էինք արել։ Ինչից էինք վախենում։ Դատից։ Եվ վերջը մեզ բերին։ Բերման ենթարկեցին դատարան։ Եկանք հիմա դատն է, այդ process-ն է, պապան որոշումը։ Ու դու սենց բանարած նայում ես պապայի աշկերին, դատարանի այդ վճիրնը։ Երբ որ մեկ-մեկ եղել է, չէ՞, տենց որ պապան ասում է, լավ արել իմ երեխեն, դու ուրախանում ես, ուզում ես արդեն մամայի հետ, բայց մեկ-մեկ տենում ես, պապան չէ, արդար է դատում։ Բայց երբ որ դատը բարձնում է, քո վրա բժշկություն է գալիս։ Աստծո դատերը մեր վրա գալիս է բժշկություն։ Եթե քո գործերը մնում է առանց դատելու, քո գործերը չի դատվում, դու չես հանդիմանվում, չես շտկվում, այդ դատերը բերում է քեզ բժշկություն։ Ասում է, եթե ինքներս մեզ քննենք եւ դատենք, աշխարհի հետ չենք դատվի։ Այո, կա քննելու եւ դատելու տեղ։ Դա մենք ենք։ Բայց մնացած մարդկանց դու պիտի քննես նրա արարքը։ Եթե adekvat չի, եթե քեզ վիրավորել է, բայց դատդ հանձնիր արդար դատավորի։ Ու իմացի այն դատավորը, որը որ քո դատը ընդունել է, իր մոտ երեսպաշտություն չկա։ Սենց մի հատ վկայություն կար, մի կին վկայում էր նրա մասին, որ իրենց բանը աշխատանքի ղեկավարը ուզում էր իրեն գործից հանի։ Իսկ ինձ ասում է, ոչ բան բասեցի, ոչ վիրավորեցի, մտա իմ աշխատանքի վայրում աղոթեցի Տիրոջը։ Ասի Տեր իմ Աստված, դու գիտես այս ինձ հետ անարդար են վարվում։ Ես իմ դատը հանձնում եմ արդար դատավորին։ Դու դատի այս ամենը։ Ես դատը հանձնում եմ արդար դատավորին, դու դատի այս ամենը։ Ես արդար դատավորին եմ հանձնում։ Մի քանի օր հետո այդ մարդին աշխատանքից հանեցին։ Եվ այդ կինը միջև օրս աշխատում է։ Գիտես, ինքը կարար բամբասեր, ինքը կարար քննադատեր, ինքը կարար իր դատը ինքը վարեր։ Բայց ինչքան կարևոր է, որ քո դատը դու հանձնես արդար դատավորին, որովհետև դու անարդար կվարվես։ Բայց մեր արդար դատավորը արդար է վարվելու։ Ես այս պատմությունը մի անգամ եմ պատմել, միգուցե դու լսել ես, միգուցե չես լսել,
մի անգամ նենց ստացվեց, որ բարեկները ինձ կանգնեցրին ճանապարհին։ Փառք ասում մեր երկրի իշխանավորների համար, բազում կարգուկանոն ա եկել մեր երկրի մեջ, ու բազում մահեր մտածում ենք, որ կանխվել են։ Երբ որ կանգնեցրին, ես արագ էի գալիս, բայց նենց էր, որ բնակավայր էր, բայց դաշտերի հատված էր, այդքան էլ կարևոր տեղ չէր։ Բայց ես արդար դատավորը ում որ հետ հանդիպեցի, ինքը շատ խիստ էր, ինքը դատեց ամբողջ օրենքի խստությունով, այն ինչ որ իր մոտ չկար, զղջալներ էր, ասավ չէ, ու այդ ամենը արավ առավոտ շուտ ժամը 7:30, ես էլ գնում եմ հարսանիքի տրամադրությունով, ինձ հարսանիքից տրամադրությունը թաղման տրամադրության վերածեց, ասավ դե գնա քեֆ արա, խիստ ամենաբարձր չափանիշով գումարային դատեց, եւ դրանից հետո բալերս էլ հանեց, այդ էլ միտեղ ինքը կարար միանշան, ինքը ոչ մի բան չարավ, ամբողջ խստությունով, երբ որ ես վրդովված ջղայնացած նստեցի մեքենայի ղեկին, դերը խոսեց հետս, ասավ ինչի համար է ջղայնացել, քեզանից կաշառք չվերցրավ, դատը արդար վարեց, ինքը անարդար ոչ մի բան չի արել, դու ես մեղավոր, արագ էիր քշում, ու գիտես ինչ եկա, որ օրերից մի օր ասավ, դու կանգնելու ես արդար դատավորի առաջ, օրերից մի օր մենք կանգնելու ենք արդար դատավորի առաջ, այո այդ բարեկ ամբողջովին արդար դատեց և Աստծո առաջին մեղք չգործեց և նրա արածը արդար էր, բայց խիստ էր, գիտես շատ ժամանակ այդ խիստ դատերը քեզ ուշքի է հրավիրում, որ նորմալ վարի, նույն ձև էլ երբ որ ծնողները դատում են իրենց երեխաներին, երեխաները բոյկոտում են, չեն ուզում այդ ծնողների դատի միջով ասնեն, բայց հավատացեք սիրելի երիտասարդներ ջան եւ պատանիներ, Աստծո դատը բժշկում է, նույն ձև էլ ծնողը երբ որ քեզ դատում է, դա բերում է բժշկություն, որովհետեւ ծնողը քեզ չի դատում սպանելու եւ դատապարտելու, այլ սիրուց ելնելով։ Ես այս կար ժամանակ առաջ հանդիպեցի մի հատ մարդու, որը որ իշխանության մարդ էր, ինձ հետաքրքիր էր այժմյան մեղքերը, այժմյան պրոբլեմները հանրության մեջ։ Եվ ես իրան հարց տվի, ասի, ինչն է հիմա մեր պրոբլեմը, մեր քաղաքի պրոբլեմը, Իջևան քաղաքում, ինչն է որ շատ է օրենքը խախտված, ինչն է որ դա չափից ավելի շատ է։ Եվ գիտես այդ օրենքի մարդը խոսում է նրա մասին, որ շատ է շատացել երիտասարդ աղջիկների խափնվելը սայտերում տղեկին։ Որպես ծնող ես քեզ խորհուրդ եմ տալիս, ժամանակ առ ժամանակ վերցրու քո երեխայից հեռախոսը, իր կամքին հակառակ ստուգի բոլոր ինչ որ կա։ Ու դրա արդյունքում տղաները, այդ աղջիկները խափվում են, որովհետև գիտեն, թե իրանց ամուսինն լինելու ամբողջովին նվիրվում են, աղջիկներից մերկ նկարներ են ուզում եւ սկսում համացանցերում տարածելը։ Սա մեր ազգի խնդիրն է։ Եթե դու ծնող ես, ստուգի, մի ասա, ինքը կարող ասի կոդա դրած, բացիր եւ ստուգիր, դու այդ դատը պիտի վարես, դու մի թող, որովհետեւ ինքը կարա լինի ազատ, բայց բանտարկված։ Ու ես զարմացա, որ հայ ազգի մեջ հայ տղաները այդքան չափանցել են։ Միգուցե հայ տղաներ չեն, թշնամի տղաներ են, թշնամի ազգից, միգուցե ուրիշ ազգից, հայկական դեմքերով, միգուցե մեր հայ տղաներն էլ ուրիշ դեմքերով են, բայց սա խնդիր է դարձել։ Դու պիտի քո երեխային ստուգես, այդ դատը պիտի վարես։ Ամեն։ Եվ մենք տեսանք Աստծո խոսքի մեջ ինչ ասում, եթե մենք ենք մեր դատում, մեր դատ վարում, մենք ազատվում ենք դատաստանից եւ չենք դատվում աշխարհի հետ։ Նենց որ ժամանակ առ ժամանակ կարաս երկու հատ աթոռ դնես, այս մի կողմը դու նստես, այն մի կողմն էլ դու նստես։ Հայելի դնես, նայես քեզ։ Կարաս չէ՞ մի հատ հայելի դնես ու քեզ նայես։ Ասես այսօր քո դատի օրն է։ Վանիկ, հիմա ես եմ քեզ դատում։ Հիշում եք այն հարսնացուն բանից կներեք, մենք ենք մեր սարերը։ Ինքեր քնննիչ, մի հատ էլ ինձ քնննի։ Հայելին դիր ու քեզ քննի։ Մի հատ տես, քեզ ինչ որ խնդիր ունես քո ներսում։ Միգուցե ներսը չարացել է բարեկամիդ հետ, վիրավորված ես։ Միգուցե տան անդամի հետ նույն սենյակում, նույն թթվածինը չես կարող շնչես։ Մի հատ քեզ քննի։ Մի տես քո մոտ ամեն ինչ նորմալ է։
Առավել եւս երիտասարդ եւ պատանի եղբայր քույրերը, ոնց որ թշնամիներ լինեն, ոնց որ չգիտես, տեսնում ես ոնց որ իրանք քուրախբեր չլինեն։ Եղբայրը շատ խիստ է, քույրն էլ անտեսված։ Լսի, որպես եղբայր դու պիտի իրան սիրես։ Գնաս ասես ինչքան գեղեցիկ ես դու, բայց խորհուրդ կտամ, ինձ լսես, որովհետև քուրիկ ջան, այս ձև բաներ կա աշխարհում։ Տղեկ կան, որ խաբում են աղջիկներին։ Լսի ինձ, ես քեզ սիրում եմ, դու ավելի շատ շուտ արդյունքի կհասնես, քան թե այդ մուրճը, որ վերցրել ես ձեռդ, բան դատավոր ես։ Քեզ հետ չեն կարող մարդիկ շփվեն։ Պիտի չգիտեմ, քանի հատ կառույց անցնեն, քուրը աղբեր, նույն ընտանիքի մեջ։ Եղբայրը դարձել է դատավոր, քուրը դատապարտա։ Այնքան է չակուչով տվել, բոյել չի քաշում այդ աղջիկ։ Մենք պիտի վերացնենք այս քննադատական այծյանը մեր ներսից։ Դու կարաս լինես քննադատ եկեղեցում։ Երբ որ տեսնում ես Մովսեսի եւ Ահարոնի եւ Մարիամի պատմությունը, ովքեր են Մովսեսը, Ահարոնը եւ Մարիամը, եթե դու չգիտես։ Մովսեսն ու Ահարոնը եղբայրներ էին։ Մարիամը նրանց քուրը։ Ընտանիք էր։ Քուրու աղբեր նստեցին, այն մյուս աղբերը, որ սևամորթ կին էր ուզել, ասին մեր աղբերը ճիշտ չարավել, ես սև աղջիկան ուզեց։ Իրա արածը Աստծո խոսքի համապատասխան չէր։ Պատկերացնում ես, ասենք, որ նայում ես ներսը, ես իմ ինչ չկար, քուրու աղբեր, իրանց աղբոր մասին խոսում են, որ ինքը Աստծո խոսքով չվերցրավ այդ աղջիկան։ Եվ ինչ ստացվեց։ Դե որ էդի ասեցին, արդեն ինքը աբարոտա չէ հավաքել։ Բամբասանքը գիտեք, չէ, ինքը աբարոտ բան ունի, արագություն ունի վերցնելու։ Հավատում եք, որ բամբասանքը սկսում է կամ անց է սկսում։ Մեկ էլ ես տեսնում արագությունը հավաքել բամբասանքը։ Ռակետա դարել։ Այս սամալյոտը որ թռնում է, ուզում ես կանգնեցնես, էլ չես կարա կանգնեցնես, արդեն գնացել ես, այնքան ես խորացել։ Մեկ էլ պիտի կամ անց էդի նստի։ Ու ինչ էին ասում, ասում են, խի Աստված մենակ Մովսեսի հետ է խոսում, մեզ հետ էլ է խոսում։ Ու ասում է, բորոտությունը եկավ նրանց վրա։ Հիվանդություն եկավ, երբ որ եղբորից ու Աստծո օծյալից քննադատական ինչ որ բաներ եկել։ Բորոտությունը դա հիվանդություն էր, մաշկային հիվանդություն, որը չէր բժշկվում։ Գիտես, երբ որ դու քննադատական բաներ ես ասում, հոգևոր բորոտություն է գալի քո վրա։ Սկսի գոհանալ, տես ոնց է անցնում։ Ու գիտես, երբ որ բորոտությունը գալիս է, դու տեսնում ես մարդը հոգևորում էլ կշիռ չունի։ Հիշում եք, երբ որ Աստծո խոսքը դուրս եկավ, մատը գրեց պատի վրա։ Մենե, կեպերնի փարսիկ, կշռվեցար, թեթև գտնվեցար։ Գիտես, թակավոր մարդ էր, միգուցե մի 100 կիլո էլ էր, խեր, թեթև որ, բայց գոյություն ունի հոգևոր կշիռ։ Կշռվեցար։ Գիտես, ժամանակ առ ժամանակ Աստված մեզ կշռում է մեր հոգևոր վիճակը։ Ինչպիսի հարաբերությունների մեջ ենք, ոնց է մեր հոգևոր վիճակը։ Ժամանակ առ ժամանակ Աստված քննում է եւ Աստծո դատերը բերում է բժշկություն քո համար։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Մենք մի հատ նկար ունենք, ուզենք այդ նկարը դնենք։ Գիտես, այս նկարը մեր համար պատրաստել է AI-ը, արհեստական բանականությունը։ Գիտես, որպես գործիք կարող ես իրան օգտագործել։ Գիտես, հավասար եղբայրներ են, քույր չկա այստեղ։ Բայց չգիտես, խի մեկը որոշել է, որ ինքը դատավոր է։ Դե որ ինքը որոշել է, որ դատավոր է, ինքը ավելի լավն է։ Դե որ ինքը ավելի լավն է, ինքը սպիտակ շորերով է։ Գիտես, ես սենց մի հատ հետաքրքիր բան եմ դրել։ Գիտես, կա դատարաններ։ Օրինակ, կա եվրոպական դատարան, սահմանադրական դատարան, կա, չէ՞ տենց դատարաններ։ Կա միջազգային դատարան, երբ որ դատդ լավ չեն վարում, դու բողոքելով գնում ես։ Բայց կա հայկական դատարան։ Այս հայկական դատարանում ամեն ինչ ուրիշ է, որովհետև դա քննադատարանն է։ Ու գիտես վատը որն է։ Շատ ժամանակ այս քննադատարանը սա մեր ներսում է։ Մարդ ես ման գալիս այդ կառույցին նստած քննելու եւ դատելու։ Բայց Աստծո խոսքը քեզ ասում է՝ մի դատիր եւ մի դատապարտիր։ Դատել եւ դատապարտելը մոտիկ բառել են, չէ՞ իրան։ Դատապարտելը գիտես որն արդեն որոշումն ես կայացնել։ Մի սրանն է, ես ինչ անում։ Սրան պիտի սենց անես։ Քննել եւ դատապարտել։
մի անգամից։ Ես մտածում եմ, եթե քննադատը լինի Աստված, վայ մեզ։ Եթե քննադատին տաս իշխանություն, որ ինքը լինի Աստված, վայ մեզ։ Ոչ մեկի չի ողորմի։ Բոլորին սենց կհավաքես ամբողջ աշխարհը։ Միակ արդարն ու ճիշտը ինքն է։ Իրանից ենկոն բան չկա։ Փառք Տիրոջը, որ ինքը չի Աստված, մեր Տերը ողորմած է։ Եվ Աստծո խոսքին խոսում է նրա մասին, որ ողորմությունը պարծենում է դատաստանին։ Ով է պարծենում դատաստանին։ Ողորմությունն է պարծենում դատաստանին։ Դու ողորմած եղի եւ կպարծենաս դատաստանի վրա։ Միտեղ էլ կուզեմ կարդամ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 22-րդ խոսքից։ Մարմնի ճրագը աչքն է։ Արդ եթե քո աչքը պարզ լինի, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Օրինակ, աչքը ոնց կարա չար լինի։ Մի հատ ես ուզում եմ դա հասկանամ, այսօր կարդացել եմ, ուզում եմ, աչքը ոնց է չար լինում։ Եթե սենց անի չար է, թե եթե սենց անի չար է, աչքը ոնց է չար։ Լեզուն գիտենք էլ է խոսում է, բայց աչքը չի խոսում, չէ՞ որ չար լինի։ Չար աչքը լավ բան չի տեսնում։ Չար աչքը միշտ դատապարտություն է տեսնում։ Չար աչքը միշտ քննադատություն է տեսնում։ Չար աչքը լավ բան չի տեսնում։ Մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը խավար լինի։ Եղել է իրավիճակներ, որ տեսել ես, սկզբից տեսել ես, չէ՞, չես խոսացել։ Ունդից հետո սկսում եմ, աչքդ արդեն ուղիղ չի։ Բոլորից բողոքում են, բոլորից։ Զգացել եք, որ մեր հայկական կառավարության մեջ եւ ընդդիմությունում եւ իշխանությունում մեկը մեկից գոհ չի։ Բոլորը քննադատում են մյուսին։ Մեր լրատվական միջոցներում դու չես կարա տենաս լրատվությունը պիտի լուսաբանի։ Լուսաբանել նշանակում է ինչ որ մի բան պիտի բարձաբանի ժողովրդի համար։ Չկա, մենք չունենք լրատվական լուսաբանություն։ Մենք ունենք լրատվական քննադատություն։ Տենց մի հատ լրատվական չկա, որ դու ասես ինքը չի քննադատում։ Վերցրու, եթե ինքը իշխանամետ չի, ինքը քննադատում է իշխանությանը։ Եթե ինքը ընդդիմադիր է, այս process-ը կատարվում է։ Ու այդ քննադատությունը այս ազգի մեջ է։ Ու կներես դու էլ առավոտից իրիկու լսում ես իշխանության քննադատությունները։ Ու ինքը դառնում ես գյուղի քննադատը, թաղամասի քննադատը։ Դու ասում ես, որ իշխանությունը ես ձև արել, դու ես դարել դատավոր։ Քեզ ոչ մեկը դատավոր չի դրել։ Երբ որ եկան Հիսուսի մոտ ասին, իմ եղբայրը խլել է ունեցվածքս, Հիսուսը ուղիղ ասավ, ինձ ոչ մեկը ձեր մեջ դատավոր չի դրել։ Ու Քրիստոսը տենց էլ դատ չարավ։ Ասավ, ես եկել եմ, որ մարդիկ փրկվեն, ես չեմ եկել դատելու։ Եվ շնացող կնոջը, երբ որ մեղքերի մեջ բերին Հիսուսի մոտ, ասավ, էլ մի արա։ Այսօր այնքան հեշտ է ուրիշին դատել, խի մարդը ընկավ փորձանքի մեջ, խի նա երեխուն կորցրավ։ Մենք գիտենք ամեն ինչ ինչի է լավ։ Եթե մարդը վթարի մեջ է անգնում, դա գիտես ինչից էր, քննադատը չակուճը վերցրել է։ Ինչից էր։ Դա որովհետև ինքը 7 ամիս առաջ իմ այգու մեջ ինձ խախտում էր արել, ես էլ ասի գնա, Աստծուն եմ հանձնում քո դատը, բայց Աստծուն չի հանձնում, էլ ասում երկնքից կրակը թափվի քեզ տեղում վառի։ Աստծուն հանձնող մարդը ինքը խաղաղությունով է հանձնում, հասկանալով, որ իր գործը արդար դատավորի ձեռքերում է։ Բայց բամբասանքը, քննադատությունը դա սատանայի զենքն է, որ ժամանակ առ ժամանակ մեզ լավ էլ թակավորում է։ Քննի քո ներսը, որտեղ է այդ քննադատությունը, եւ շտկի քո աչքը։ Ասում եմ, եթե քո աչքը չար լինի, ինչ որ մի բան ես տեսել, փորձի դրա մեջ ինչ որ լավ բան փնտրես։ Արդ եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքան առավել։ Գիտես, մենք Քրիստոսին ընդունելով լույսը արդեն մեր ներսում կա, ժողովուրդ։ Բայց ժամանակ առ ժամանակ այդ լույսը դառնում է խավար մեր ներսում։ Եվ քննադատությունը Տիրոջ տան մեջ էլ է անցնում։ Քննադատը դա հպարտ մարդն է, իմացեք։ Չի կարա խոնար մարդը քննադատ լինի։
Քննադատը միշտ ուզում է համեմատվի եւ իրենի բարձր դնի։ Քննադատական մտքերը բերում է տանջանք, իմացիր։ Դու տանջվում ես անդադար։ Այդ տանջանքն է լինում քո կյանքում։ Գիտես, կամ բաներ, իրավիճակներ, որ միգուցե դու ճիշտ ես ասում։ Բայց ես քեզ խորհուրդ տամ, դատը հանձնի Աստծուն։ Միգուցե դու ասես, բայց ես գիտես տարիներով ինձ սենց են անում, մյուսը, դու դատը հանձնի Աստծուն։ Այդտեղ էլ կտեսնես արդար դատավորի որոշումները։ Գիտես, Թոմաս Էդիսոնը խոսում է, պատմությունը խոսում է նրա մասին, որ դպրոցում մի հատ նամակ են տալիս նրա մայրիկին, մայրիկը վերցնում է եւ նամակը կարդում։ Նամակում գրված է, որ ինքը մտավոր խնդիրներ ունի, չի կարա մեր բանում լինի, մեր դպրոցում լինի։ Երբ որ մայրը կարդում է, բանը հարցնում է, Էդիսոնը հարցնում է, ինչ է գրված այդտեղ։ Ասում է, այստեղ գրված է, որ դու այնքան խելացի ես, որ այս դպրոցը չի կարող քեզ կրթություն տա։ Այդ նույն մարդը ստեղծել է էլեկտրաէներգիա, որ նրա մայրը չքննադատեց։ Գիտես, շատ ժամանակ կա ծնողները նույնպես երեխաներին քննադատում են։ Գիտես, երեխաներին չեն վստահում, չեն աշխատեցնում, վախում են, չգիտեմ, 2 ձու մի քիչ ալյուր վստահեն, որ այս աղջիկ երեխան մի բան թխի։ Երբ որ թխում պրսնում, այնքան են քննադատում, ու այդ երեխան տենց էլ ջարդվում է, իր մոտ չի ստացվում։ Մենք պիտի ունենանք բարձրացնող մտքեր մեր երեխաներին։ Մենք պիտի բարձրացնենք, որ կարող ես, կստացվի, փորձի։ Գիտես, ժամանակ առ ժամանակ, երբ որ մարդիկ, չգիտեմ, իրանց երեխաները ինչ որ մի բան են անում, ես վերջերս մի հատ տեղ էինք, ու ասում է, թե երեք գնացի տուն, իմ 12-13 տարեկան երեխան խալին հանել էր լվացել, այդ լսեցեք ինչ արել այդ երեխան, ամբողջ օրը, ամբողջ միջանցները մաքրել էր, այդտեղ ինչ որ նորից աղբեր եղել, էտել էր մաքրել, այս երեխան ամբողջ տունը մաքրել էր։ Ասում է, մտա տուն, ինքը էս ձևի մի հատ տեսքով, որ շնորհակալություն հայտնի, էլի, տես ինչ եմ արել, սենց արած, ասում է, ես էլ ասեցի, փոշիները չես տվել։ Պատկերացնում ես այդ երեխան ոնց ջարդեց։ Շատ ժամանակ երեխաները արդեն ջարդվում են մանկապարտեզից։ Ես դու պիտի քո երեխային այդ բարձրացնող խոսքը լինի։ Պիտի դու տեսնես ու բարձրացնես, բայց պիտի որպես ծնող զգուշ լինես, այնքան չբարձրացնես, որ մեկ էլ տեսնես, ասի ես թռա։ Այդ պիտի ինքը միշտ էլ իշխանությունով քեզ ենթարկվի։ Քանի դեռ չի ամուսնացել, քանի քո իշխանության ներքո է եւ չափահաս չի։ Այնպես որ երեխաները չասեն էլ մի անգամից էսա գնում ենք ու այսօրվա քարոզը մեր համար էր։ Ամեն մենք պիտի հասկանանք, որ մենք ինքներս պիտի աչքներս պարզ լինի եւ չնայենք ամեն ինչը քննադատական, որովհետեւ նենց արդեն մեր ազգի մեջ կա այդ քննադատականը։ Մենք էլ չլինենք մարդիկ, որ վարակիչ դառնանք այս ազգի մեջ։ Հիմա պատկերացրու, դու մի տեղ ես աշխատում, որ բոլորը քննադատում են իրենց բանին, աշխատանքի ղեկավարին։ Պատկերացրիր, հիշեցիր։ Դու էլ ասում ես, չէ, ինքը լավն է։ Սկսի նրա լավ արարքներից խոսալ, ինքը լավ բան կունենա հաստատ։ Դու կլինես քննադատությունը կանգնեցնող այս քաղաքում, որովհետև ում հետ ուզում ես խոսա, բոլորի մեջ կա քննադատությունը, բոլորը դատավոր են դառել։ Բայց Աստված չի ուզում, որ դու լինես քննադատ։ Աստված ուզում է, որ քո քննես եւ դատը հանձնես արդար դատավորի։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, Ռենատ Բոնկեն եւ մի անգամ գնում է երաշտական գործիքներ գնելու, եւ երաշտական գործիքներ գնելու ժամանակ հանդիպում է այդ երաշտական գործիքների, եթե չգիտեք ով է Ռենատ Բոնկեն, հզոր ավետարանի չի եղել Աֆրիկայում 54 միլիոն մարդ, 54 միլիոն մարդ նրա միջոցով ավետարան ա լսել փրկվել։ Պատկերացնում ես 54 միլիոն մարդ։ Ու երբ որ այդ մարդը հանդիպում է այս երաշտական գործիքների այդ վաճառող այդ բանին, ղեկավարին, ու այդ ղեկավարն ասում է, ես քո աչքերի մեջ Հիսուսին եմ տեսնում։ Ասում է, եթե քո աչքը չար չլինի։ Ու երբ որ ինքը տեսնում է Հիսուսին, ապաշխարում է ու դրանից հետո երբ որ գնում է Բոնկեն աղոթելու ու հարց է տալիս Աստծուն, ո՞նց է դու իմ աչքերի մեջ երևում։
Գիտես Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ աչքերը սրտի պատուհաններն են։ Ինչն են աչքերը։ Սրտի պատուհանները։ Եթե քո սրտում Հիսուսն է, ժամանակ առ ժամանակ Հիսուսը պատուհաններից նայում է մարդկանց։ Կա չէ իրավիճակ, որ գնում ես մարդուն նայում, ասում է, «Էս ինչ խաղաղություն կա աչքերիդ մեջ»։ Եթե քո սրտում Հիսուսն է, բա եթե քո սրտում Հիսուսը չի, բա եթե քո սրտում դատարանն ու դատավորներն են, բա եթե քո սրտում վիրավորանքներն է, ով է նայելու այդտեղից։ Թող քո սրտում թագավոր լինի Հիսուսը, որ քո սրտի պատուհանները դա աշկերն են, որ քո աշկերից ժամանակ առ ժամանակ նայի այս խավար աշխարհին եւ մարդկանց մեջ խաղաղություն գա։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Չգիտեմ, միգուցե ասես, այս հովիվը ես ինչ թեմա աղել ընտրել, ոնց ուզում եմ փախնեմ, չի լինում, միտեղ ինձ է կպնում։ Գիտես, Աստծո դատերը բժշկություն է քո համար։ Ավելի լավ է դու հիմա դատվես, քննվես, քան թողես դա մեծանա, որ մեծացավ, հետո դժվար է լինելու։ Եվ մենք պիտի քննենք։ Գիտես, մենք այսօր ունենալու ենք հաղորդություն։ Դու մոտենալու ես Քրիստոսի մարմնին եւ արյանը։ Եվ Աստծո խոսքը ասում է, միջև որ կմոտենաս, դու քեզ քննի, դու քեզ զննի, քո ներսում տես ինչ կա, ինչ որ մի բան խանգարում է քո ներսում, ինչ որ մի հատ մեղքի կետ կա, որ խանգարում է քո ներսում, դու պիտի քեզ քննես, միջև մոտենաս հաղորդությանը։ Գիտես, եկեղեցիներ կա, որ իրանք որոշում են ով մոտենա հաղորդությանը, բայց Աստծո խոսքը հստակ խոսում է, ամեն մարդ ինքը իրեն քննի, նոր մոտենա հաղորդությանը։ Ես չեմ կարող քեզ քննեմ, իմ քննելը քեզ արդար չի լինի, որտեվ ես չգիտեմ քո սրտում ինչ կա։ Տեսողական միգուցե ես քննեմ, որ լավ հագուստով ես հագնված, լավ օծանելիք կա վրեդ, քննեցի, այդքանը կարամ քննեմ, ուրիշ ինչ պիտի քննեմ։ Լավ, շատ լավ ես խոսում, ես ինչ գիտեմ քո սրտում մեջ ինչ կա։ Իմ քննելը քեզ արդար չի լինի, բայց քո քննելը քեզ արդար կլինի։ Դու ինքդ քեզ պիտի քննես, նոր մոտենաս հաղորդությանը։ Միգուցե դու առավոտը վիճել ես տուն ու դուրս ես եկել։ Ես ինչ գիտեմ, դու լայն ժպտում ես ինձ։ Միգուցե դու չես կարողանում ներես քո տան անդամին։ Ես ինչ գիտեմ։ Դու պիտի քննես քեզ, դու պիտի քո քեզ հաշվետվության ենթարկես։ Եվ ուզում եմ նաև այս միտքը ձեզ փոխանցեմ, եղիր արդար քեզ հետ։ Ինչ է նշանակում լինել արդար մեզ հետ։ Խիստ եղի քեզ հետ։ Դու բոլորից արդարություն ես պահանջում, բայց ինքդ քեզ հետ արդար չես։ Դու մի բան ես դնում եւ չես անում։ Դու մի բան ես որոշում եւ չես անում, որովհետեւ ծույլությունը այնքան է բարձրացել, որ քեզ համոզում է։ Եթե նույն բանը ուրիշ մարդ անի քեզ հետ, դու կվիճես։ Երբ որ մեկը ասի ամեն օր Աստվածաշունչ եմ կարդալու քեզ հետ, կսպասես գալու եմ իրար հետ կարդանք։ Եթե մի օր ինքը ուշանա, դու իրան գիտես ինչ կանես։ Բանստեցի, սպասեցի քեզ, դու չեկար։ Բայց դու ժամանակ առ ժամանակ որոշել ես, չէ՞ որ Տեր իմ Աստված, ես ամեն օր քեզ հետ Աստծո խոսք եմ կարդալու։ Ու Հիսուսը նստած քեզ է սպասում։ Դու էլ արդարացնում ես, դե, չգիտեմ, գարունա, ամառա, լոբից հանելու վախտա, լոբին ջրելու վախտա, չգիտեմ, ինչի վայոմանակա, չէ՞։ Կամ ինձ հյուր կանչեցին, կամ մյուսը, լսի դու Աստծո հետ ժամադրվել ես, որ իր խոսքը կարդաս, մտնես իր հետ աղոթքի մեջ, ինքը քեզ սպասում է։ Մի եղիր համոզիչ քեզ, համոզող, քեզ համոզես, որ չգնաս։ Քեզ հետ արդար եւ խիստ եղ։ Գնաս, վեր կաց, սովորական ծույլությունը քեզ կտրում է դրանից։ Վեր կաց ու գնա, ինչ որ որոշել ես, դա անես։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ես կխնդրեմ մեր նարեն կամանց գանվակի։ Գիտես, sense հասկացողություն կա քննություն։ Քննությունը նախ եւ առաջ ինչ են անում։ Քննությունը նախ եւ առաջ տվյալ մասնագետը քեզ քննում է։ Այսօր դու քննություն ես հանձնելու, բայց ինքդ քեզ։ Մենք մի հատ կարճ երգ ենք վերցնելու, դու քեզ քննություն ես հանձնելու, բայց ասեմ,
արդար կլինես քեզ հետ։ Նենց լավ ներսդ ինչ կա չկա կքննես։ Չհամոզես քեզ նշանակես։ Ծանոթ չխառնես։ Խծբն թող չաշխատի, խնամի ծանոթ բարեկամ։ Դրանք թող չաշխատի։ Եղիր քեզ հետ արդար։ Քննի քո ներսը ինչ խնդիր կա։ Դատդ հանձնի արդար դատավորին։ Նաև մի միտք եմ ուզում ձեզ փոխանցեմ քննադատության կարմիր գծերը։ Քննադատությունը անցնում է կարմիր գծերից, երբ որ քննադատությունը սկսում է քեզանից դուրս գալ լեզվի միջոցով։ Միգուցե քո մտքի մեջ ինչ որ բան քննել ես, ինչ որ բան սխալ ես արել, որ դատել ես, բայց ինքը ավելի վարակիչ է, երբ որ քո քննածն ու դատածը հանձնում ես ուրիշին։ Գիտես, եկեղեցին այս ընթացքով միգուցե անցնում էր մեծ քննադատությունով, միգուցե ինքդ էլ քննադատ ես եղել։ Աստված ուզում է բժշկի քեզ, Աստված ուզում է, որ դու բժշկվես։ Քննադատել այնքան հեշտ է, բայց քննադատությունը ջարդում է, ոչ թե կառուցում։ Քննադատությունը չի կառուցում, քննադատությունը ինքը ջարդում է։ Որովհետև մենք գիտենք, որ քննադատությունը ինքը բամբասանքի շատ նման է, եւ բամբասանքն ու քննադատությունը իրար կպած են։ Ուզում եմ կարդամ Հովհաննեսի ավետարան 12-րդ գլուխ 47-րդ խոսքից։ Եվ եթե որևէ մեկը իմ խոսքը լսի ու չպահի, ես նրան չեմ դատի, որովհետև ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։ Հիսուսն ասում է, եթե մեկը իմ խոսքը լսի ու չպահի, ես իրան չեմ դատում։ Ես եկել եմ, որ աշխարհը փրկեմ։ Ու ասում է, հաջորդ խոսքը ասում է, այն խոսքը, որ ես խոսացել եմ նրա հետ, այն խոսքը իրեն դատելու է։ Գիտեք, մարդիկ ամեն խոսում ենք ավետարան եւ չեն ընդունում։ Իմացի քեզանից հետո այն խոսքը, որ մնաց այդտեղ, այն խոսքը դատելու է այդ մարդուն։ Գիտես, միգուցե դու Աստծո խոսք ես փոխանցել մարդկանց եւ չեն ընդունել։ Մի դատի նրանց։ Հիսուսն ասում է, ես չեմ դատում։ Բայց այն խոսքը, որ ես խոսացել եմ նրանց հետ, ասում է, այն խոսքը կդատի նրանց։ Ու դու պիտի հասկանաս, որ Քրիստոսը ասում է, որ ես եկա աշխարհը ոչ թե դատելու, այլ փրկելու։ Դու իմացի նույնպես դու ունեցի այդ սիրտը աշխարհը փրկելու։ Ոնց կարանք մենք աշխարհը փրկությունը տարածենք Քրիստոսի բարի լուրը տարածելով։ Դու եթե եղար դատավոր, դու չես կարա մարդուն բարի լուրը տարածես։ Դու տեսնելու ես նրա խնդիրները, տեսնելու ես, որ նա վատ ճանապարհի է, տեսնելու ես, որ նա խաբեբայ է, տեսնելու ես դու այդ քննադատական դատարանդ, որ բարձրացավ, դու փրկության լուրը չես կարալու տարածես։ Բայց երբ որ քո մոտ եղավ, որ ես չեմ դատավորը, կա դատավոր, Աստված տեսնում է նրա խնդիրները, եւ այն խոսքը, որ ես խոսեմ նրա հետ, այդ խոսքը նրան կզարթնեցնի, այդ խոսքը նրան կդատի, եւ այդ խոսքը չի թողի, որ նա մնա մեղքի մեջ։ Մի կին կար, որ հավատում էր Աստծուն եւ հեռացել էր Աստծուց, դարձել էր վատ ճանապարհների մեջ։ Եվ ես մի անգամ նրան հանդիպեցի ու քայլելու սենց անցա։ Սուրբ Հոգին ինձ կանգնեցրավ, հետ քայլեցի եւ աչքերին նայելով ասեցի. Գողը գողանում է քո կյանքը, գողը գողանում է քո կյանքը, գողը գողանում է քո կյանքը։ Ու այդ կինը 6 ամիս հետո ինձ հանդիպում է, ասում է 6 ամիս ես չեմ քնել։ Այդ 3 բառը անդադար խոսում էր ինձ հետ։ Ես աշկերտս փակում եմ, որ քնեմ, ասում էր գողը գողանում է քո ձայնը, ասում է, ինձ չի թողել որ քնեմ։ Գիտես, բաներ կա, որ գողը մտել է ձեր կյանքի մեջ եւ գողանում է։ Քննադատությունը դա գողը գողանում է քո ուրախությունը։ Դատապարտությունը դա գողը գողանում է քո կյանքը։ Հսկում արա։ Գողի համար ինչեր են դնում, կամերաներ են դնում, մարդիկ են դնում, դիր քննի քեզ, նայի քեզ հետ արդար եղի։ Իսկ ինչ որ բան որ չի երևում, լույսի մեջ են բերում։ Լույսի մեջ ամեն ինչ երևում է։ Լույսի մեջ ամեն ինչ երևում է։ Եվ Աստծո խոսքի մեջ միտեղ կա, որ Հիսուսն ասում է, ես չեմ դատում, այլ դատը հանձնում եմ արդար դատավորին։ Այո, Քրիստոսը նույնպես ինքը դատը հանձնեց արդար դատավորին։ Դու էլ եղի մարդ, որ Քրիստոսից առավել չես։ Դատդ հանձնի արդար դատավորին։ Եվ նա արդար է դատելու։
չկասկածես։ Դու մի խառնվի, քո դատը արդար է լինելու։ Միգուցե քո համար ծանր լինի, բայց արդար է լինելու։ Դատդ կարողացի դնել Աստծո արդար դատավորի մեջ։ Հանի քո ներսից քննադատությունը, հանի քո ներսից դատապարտելը, մարդկանց որակավորելը, մի որակավորի մարդ։ Դու էլ այդքան արդար չես։ Դու էլ այդքան կատարյալ չես։ Շատ ժամանակ մարդիկ քննադատում են մարդկանց, որի մեջ հենց իրենք են։ Հենց իրենք դրա մեջ են, բայց քննադատում են մարդկանց։ Սենց մի հատ հայկական բան կա, չգիտեմ կհիշեք, ասում է հարսս նստել է մարդի գլխին, բայց ասում է փեսես աղջիկանը գլխին դրած է պահում։ Մենք տարբերություն տենում ենք, որ տարբերություն չկա, երկուսն էլ գլխի վրա նստած են։ Փեսես աղջիկանը գլխին վրա դրած է պահում, բայց հարսս բարձրացել է իր ամուսնու գլխին։ Ես այդ իրավիճակները լավ չի որ բարձրացել է, բայց նույն բանը նույն մարդ անում է, բայց դատը սխալ է կայանում։ Կնոջ տեղը ամուսնուց ներքև է։ Եվ աղջիկա համար դա ճիշտ չի, եւ հարսի համար դա ճիշտ չի։ Բայց մյուս պարագայում իր կտորնա ոնց կարա ճիշտ դատի։ Իմ երեխեքը լավ, հարևանինը վատը։ Ասում ես երեխեդ սիգարետ է ծխում, սիգարետ չի, փաֆ է, չգիտես մի ձև փողարկում է։ Մարդը չի տեսնում իր հարազատների խնդիրները, բայց այնքան հեշտ է տեսնում ուրիշի խնդիրները։ Երբ որ դատ ես վարում, նայի քո կյանքին։ Նայի։ Ուզեմ միտեղ էլ կարդամ ու մի հատ երգ վերցնենք։ Լինենք քննող մեր ներսը։ Գիտես առաջի Կորինթացին 11-րդ գլխում ես ձևագրված 23-րդ խոսքից 11-23 Ես Տերից լսեցի եւ այնինչ էլ ձեզ ավանդում եմ Տեր Հիսուս Քրիստոսը այն գիշեր երբ որ մատնվեց հացը վերցրեց գոհություն հայտնեց հետո կտրեց եւ ասեց այս է իմ մարմինը որ ձեզ համար է այս արեք իմ հիշատակի համար Երբ որ Հիսուսը պիտի մատնվեր հացը վերցրավ ջարդեց եւ բաժանեց աշակերտներին եւ ասավ այս արեք իմ հիշատակի համար Քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք Տիրոջ մահը պատմեցեք միջև որ նա գա Երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում մենք պատմում ենք Տիրոջ մահը եւ Տիրոջ հարությունը նույնպես նույն քեզ եմ խորհուրդ տալ երբ որ դու հաղորդություն ընդունես գնա ինչ որ մեկի հետ կիսվի վայո որ Տերը մահացել եւ հարություն առել որտեվ ասում է քանի անգամ որ անեք հիշեցեք ուրեմն ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանությունով մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին եւ արյանը մարդը թող քննի ինքը իրեն ու հետո հացը ուտի եւ բաժակը խմի մարդը ինքը պիտի քննի ես չեմ կարող ձեզ քննեմ իմ քննությունը կեղծ կլինի դու պիտի քեզ քննես նոր մոտենաս Տիրոջ բաժակին եւ Տիրոջ մարմնին ամեն մարդ թող ինքը քննի եւ հետո մոտենա այդ բաժակին որովհետեւ անարժանությունով ուտողը եւ խմողը ինքը իր դատապարտությունն է ուտում եւ խմում քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը ես չգիտեմ դու ինչպիսի արժեքով ես ընդունում Տիրոջ մարմինը եւ Տիրոջ արյունը անարժանությունը ուտելը եւ խմելը դա քո սրտի դիրքն է դա մեր սրտի դիրքը չի դու պիտի արժանավոր ուտես եւ հաղորդակցվես Տիրոջ մարմնին եւ արյանը դրա համար էլ ձեր միջում հիվանդներ եւ ցավակարեր կան բավականաչափ եւ նաեւ նրանք ովքեր ննջեցին որովհետեւ եթե ինքներս մեզ քննենք չենք դատապարտվի բայց դատելով խրատվում ենք Տիրոջից որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք ինքներս քննելով դատելով դատվում ենք որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք Երբ որ դու մոտենաս հաղորդությանը ինքդ քննի ինչ խնդիրներ ունես ինչ իրավիճակներ կա որ արդար չես վարվում ինչ իրավիճակներ կա որ մեղք կա ինչ իրավիճակներ կա որ խանգարում է քեզ ինչ կա որ դու արդար չես վարում քո ընտանիքի անդամների հետ ինչ իրավիճակներ կա որ դու քննադատում ես քո ընտանիքի անդամին
քո կողակցին, միգուցե քո ամուսնուն եւ քո կնոջը։ Այնքան արդար ես նրա հետ, բայց ողորմած չես։ Բայց Տերը չի ասում, որ դու եղի արդար։ Տերն ասում է կտեսնեն ձեր սերը եւ կասեն Հիսուսի աշակերտ ես։ Եթե դու քեզ համարում ես Հիսուսի աշակերտ, սիրի մարդուն, մի եղի արդար դատավոր քո ընտանիքի մեջ։ Եղի սիրող մայր, եղի սիրող հայր։ Մի եղի արդար դատավոր քո ընտանիքի մեջ, եղի սիրող կին քո ամուսնուն։ Միգուցե քո ամուսինը քեզ շատ է ցավացրել, բայց դու եղի նրա հետ ողորմած։ Միգուցե շատ ցավա պատճառ է, դու եղի նրա հետ ողորմած եւ քննի քո ներսը, որ տեսնի քո սերը, որ քո մեջում, քո ներսում է եւ կասի Հիսուսի աշակերտ է։ Գիտես, երբ որ դու ամուսինդ քեզ հարց է տալի, միգուցե ինքը իր սովորական ձևի է հարց տալի, այն նեղացնող, սեղմող, վիրավորող ու նամյոկով։ Այդ բառը չգիտեմ ոնց հայերեն ասեմ։ Դու պատասխանի նրան Տիրոջ սիրով, որ տեսնի քեզ սիրում է, եւ այն սերը, որ դուրս եկավ քեզանից, բժշկելու է այս քաղաքը։ Քո ընտանիքը բժշկելու է այն Քրիստոսի սերը, որ սկսեց քեզանից հորդել։ Քեզ պետք չի Աստծո խոսքը քո ամուսնուն փոխանցես։ Քեզ պետք կարաս Աստծո խոսքը փոխանցես, բայց դու առավել եւս սեր փոխանցի նրան, Քրիստոսի սերը, եւ կբժշկվի, եւ կընդունի Քրիստոսին։